Ողջունում եմ ձեզ, սիրելիներ, Աստված օրհնի ձեզ մեծ պահքի հոգենորոգ այս շրջանում շատ կարևոր է հոգևոր խորհրդածությունները, շատ կարևոր է աղոթքը, ինքնակնությունը, յուրաքանչյուր հավատացյալ պետք է մեծ պահքը որպես առիթ ունենա իր կյանքը, իր ընթացքը վերանայելու համար, մեղքերից ազատագրվելու համար։ Լավ կլիներ, որ մենք այսօր զբաղված լինեինք կամ մտածելու առիթ ունենենք միայն մեր սեփական մեղքերի մասին կամ մեր հոգևոր կյանքի, հոգևոր ընթացքի զարգացման մասին։ Բայց ցավոք այսօր մենք իրավիճակում ենք, որ բացի մեր անձնական մեղքերից, բացի մեր կյանքի ընթացքից, մեր ներքին աշխարհի, մեր հուզականության եւ մնացածի մասին մտածելուց մենք ստիպված ենք նաեւ մտածել, անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք անհանգստացնում են այսօր մեր հավատացյալներին եւ մեր հասարակական կյանքը, ազգային հասարակական կյանքը։ Այո, մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, ապրում ենք այնպիսի օրեր, որ տարիներ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր էր Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում այդպիսի հալածանքների միջով անցնել։ Ուրեմն խոսքը ինչի մասն է, սիրելիներս։ Բոլորիդ է հայտնի, որ օրվա իշխանությունները լցված է մի առաքելության, ճակերտներով առաքելություն ընկալենք, մի գործի, եկեղեցը հալած իրենց պիղծ օրակարգով, որ ուզում են ամեն գնով հասնեն ամենայն հայոց հայրապետի հրաժարականին կամ ինչպես իրենք են ասում հեռացմանը, որը ցավի սիրտ շատերի համար գայթակղության պատճառ եւ առիթ եղավ, այդ թվում նաեւ շատ հոգեվորականների, ովքեր եւ եպիսկոպոս եւ arczepiskopos, քահանա եւ սարկավակներ են, թե ներկա եւ թե նախկին հոգեվորականների մասին է խոսքը։ Ուրեմն սիրելիներս, այս վերը նշվածի դրամաբանության մեջ ամեն ինչ պարզ եւ հասկանալի է դառնում։ Այն բոլոր որոշումները, այն բոլոր գործողությունները, բոլոր երևույթները, որոնք տեղի են ունենում, պարզ եւ ընկալելի են դառնում այս վերը նշվածի դրամաբանության մեջ։ Սակայն ոչ մեկիս մտքով չեր անցնի, որ մի օր այնքան անամոթ լկտիությամբ, այսպես ոգևորված կհամարձակվեին, այնքան անամոթություն, լկտիություն կունենային, որ կհամարձակվեին ամենայն հայոց հայրապետի անձին, ոչ միայն բամբասանքներ եւ այլն, այլ կգնային կոնկրետ ինչ-որ գործողությունների, որոնք ոչ իրավաչափ են, ոչ օրենքով է նախատեսված, ոչ սահմանադրական օրենքով, ոչ քրեական օրենքով, ոչ քաղաքացիական օրենքով եւ ոչ էլ որևիցե բարոյական օրենքով։ Իրեն քրիստոնյա հռչակած աղանդավոր կամ չգիտեմ հերձվածող Նիկոլ Փաշինյան եւ հյուրայինները, այդ թվում նաեւ տիրադավ ուրացող հոգեվորականները, Արման Ուրացողը եւ մյուսները, ամեն կերպ փորձում են իրենց ցույց տալ, թե իբրև իրենք ոչ թե եկեղեցու դեմ են, ոչ թե եկեղեցու հալածելու կողմնակիցն են, այլ եկեղեցին ազատագրում են։ Ինչից մենք էլ չենք հասկանում։ Հա, իրանցից ազատագրեցին։ Այսինքն, երբ որ իրենք իրենց բացահայտեցին, եկեղեցին այդպիսի ուրացող տիրադավներից ազատագրվեց։ Փառք Աստծո այդ առումով։ Բայց ինչ վերաբերվում է ամենայն հայոց կաթողիկոսին, բոլորիդ է հայտնի, որ դատարանը որոշում կայացրեց
Արման Ուրացողի գործով, որ ամենայն հայոց կաթողիկոսը իբրև թե իր պաշտոնական դիրքը չարաշահելով կամ չգիտեմ իր պաշտոնական հնարավորությունները ճիշտ ձևակերպում է, բառացի չեմ կարող ասել, օգտագործելով խոչընդոտում է դատական ակտի իրագործմանը։ Ինչ դատական ակտի մասին է խոսքը, դուք շատ լավ գիտեք։ Արման Սարոյանը կարգալուծել հռչակվել իր անհնազանդության եւ ուխտի դրժման պատճառով եւ հեռացվել էր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից, որը շատ ծանր էր տարի Արման Սարոյանը։ Եվ այս պատճառը հիմք դարձավ, որպեսզի դատարանը մի նոր ապուրինի խայտառակ որոշում կայացնի։ Այն է, դատարանը որոշեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը նախընթաց եպիսկոպոսական ժողովի, որը պետք է կայանար Ավստրիայում, որոշում կայացրեց արգելակ դնել երկրից բացակայելու համար։ Ուրեմն Արման Սարոյան, ուրացող Արման ուրացող եւ նաեւ Վազգեն Միրզախանյան եւ մյուսները այստեղ այնտեղ լաց եք լինում, կուրծք եք ծեծում, թմկահարում, ասում եք, թե ձեր իրավունքները ոտնահարված են, թե դուք այն առաջի երկու եպիսկոպոսական ժողովները, որոնք ձեր թեթև ձեռքով այսպես խոչընդոտվեցին Հայաստանում անցկացնելու համար, թե իբրև թե հատուկ վիժեցվել է մայրաթորի կողմից, որպեսզի ձեր իրավունքները ոտնահարվեն, չպաշտպանվեն, օրակարգային հարցերը չբարձրաձայնվեն եւ այլն, փորձում եք ամեն գնով այդ սուտն ու կեղծիքը տարածել եւ փորձում եք ամեն գնով մարդկանց մոտ զոհի կերպարանքի տակ թաքնված գայլեր որպես մարդկանց հոգիները հափշտակեք, մարդկանց մեջ գայթակղություն առաջացնելով։ Ուրեմն, եթե այդպես էր, ինչու ապա այդ որոշումը, դատական որոշումը հենց այսպես անակնկալ հրապարակ նետվեց։ Դա դատական որոշում չէր, դա քաղաքական որոշում էր, սիրելիներս։ Այսօրվա մեր դատարանները, մեր դատավորների մեծ մասը չասեմ, բայց ակնհայտ է, որ որոշ դատավորներ քաղաքականապես անկախ չեն, իրենք թելադրված են որոշումներ կայացնում, թե քաղաքմանդարկյալների մասով, թե հոգևորականների մասով։ Եվ զարմանալին զավեշտը այն է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյան եւ նրա թիմակիցների շատերը այստեղ այնտեղ տարբեր ամբիոններից, մամուլի ասուլիսներում եւ այլն ասում էին, որ ամենայն հայոց կաթողիկոսը ինչ որ ազդեցության գործակալ է, ինչ որ այլ պետությունների, օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ է համագործակցում եւ այլն եւ Արման Սարոյանն էլ թե հմեկում, թե սիվիկներում, թե այլուր թմկահարում էր, ասում էր, թե ամենայն հայոց կաթողիկոսը պետական դավաճան է եւ այլն։ Լուրջ եք ասում։ Մի հատ համեմատեք պաշտոնական դիրքի չարաշահումը, որը որ մեղադրանքի հիմք է կամ դատական ակտի չկատարելը, որը մեղադրանքի հիմք եք դարձրել եւ մեղադրանք եք առաջադրել ամենայն հայոց կաթողիկոսին ու երկրից բացակայելու արգելանք եք դրել, մի հատ դա համեմատեք եւ համեմատեք պետական դավաճանության մեղքը, հանցանքը։ Անհամեմատելի է։ Առաջինի դեպքում արձագանքը միանգամից եղավ։ Միանգամից, քանի որ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին եւ տիրադավներին ձեռ չէր տալի, որ այդ եպիսկոպոսական ժողովը լիներ, որպեսզի մարդիկ մեր եկեղեցու բարձրագույն իշխանությունը դիրքորոշում արտահայտեր։ Այսօրվա տիրադավ եկեղեցի հալած քաղաքականության մասին։ Իրանց ձեռ չէր տալի, իրանք որտեվ լավ գիտեին, որ այդ ամեն ինչ որ արվում էր, չէր ողջունում։ Իրանք տարիներ շարունակ այդ ստով կեղծքով կերակրում էին հասարակության, ասում են շատերն են մեր գաղափարները կիսում, բայց առիթ չեն ունեցել խոսելու կամ կաշկանդված են այս կամ այն առիթով խոսելու։ Ինչն է խանգարում մեր հոգևորականներին խոսել։ Ինչն է խանգարում։ Առաջարկում եք բարձր հովանավորչություն, պետական մակարդակով բարձր հովանավորչություն, Արման Սարոյանը վկա, Արման ուրացողը։ Տեսեք շրջում է թիկնազորով, հատուկ պահպանություն է տրամադրված իր ծնողների տան, այնտեղ մեքենայով ուղեկցություն եւ այլն։
Երևի Հայաստանում ամենապաշտպանված մարդկանցից մեկն է, Ստյոպիկը, Արմանը եւ մյուսները, այդ տիրադավները։ Ի՞նչն է խանգարում, այսինքն ինչով են ճնշված հոգևորականները, որ չեն բարձրաձայնում իրենց դժգոհությունը։ Ո՞վ է իրենց ճնշել, ո՞վ է իրենց սպառնացել, ո՞վ է իրենց խանգարել։ Երբևիցե նման բան տեղի չունեցել։ Հոգևորականները երբևիցե ճնշման ներքո չեն գործել։ Միշտ էլ եկեղեցում ազատ են եղել հոգևորականները կարծիք արտահայտելու, անհամաձայնություն արտահայտելու, արդարացված թե չարդարացված։ Ի՞նչն է խանգարում, որպեսզի այսօր հոգևորականները միաբանեն տիրադավներին, եթե իրենք իրապես համաձայնեն այն օրակարգի հետ, որը առաջ է քաշել իշխանությունները։ Ոչինչ չի խանգարում, ընդհակառակը քաջալերվում է իշխանությունների կողմից։ Դրամական խրախուսանքներ, ահավասիկ շատ տեղեկություններ մենք ունենք, թե ինչպիսի դրամական խրախուսանքներ է առաջարկվում հոգևորականներին Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալու համար։ Թիկնազոր են տրամադրում, ասեմ ավելի, զրահաբաշխոն են նվիրում։ Ստյոպիկը դատարան զրահաբաշխոնվոր է գնացել։ Վերնաշապիկի տակից ամենայն դեպս նկատում էր զրահաբաշխոնի առկայությունը։ Ումից են վախենում։ Այսինքն ով այդ պետության մեջ իրենց կվնասի։ Վստահաբար ոչ ոք չի համարձակվի, որտեղ այդ պետության ներսում այսօր իրենք պետական պահպանության ներքո են։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, սիրելի հավատացյալներ, ձեր վրա ճարած հարկերով այսօր ինչ են անում։ Ոստիկանական ինչպիսի ջոկատներ եւ զորագնդեր են ուղեկցում տիրադավներին։ Գնացեք Մասիս քաղաք, տեսեք, ամբողջ եկեղեցին շրջապատված են ոստիկանական զորքերով։ Հասկանում եք, օծն իր պորտով, ղոշն իր թևով, հավտ իր թևով, Ռիշչանում անստետ տարածքով։ Պատկերացնում եք ինչի մասն է խոսքը։ Ով է կաշկանդված խոսելու, ով է կաշկանդված արտահայտվել։ Ընդհակառակը այսօր մեծ հնարավորություն կա, եթե որևիցե մեկը դժգոհություն ուներ խոսելու այդ մասին, բայց տեսնում ենք, որ ոչ ոք չի արձագանքում այդ պիղծ օրակարգին չի միանում, բացի այն 10 տիրադավներից, ովքեր արդեն որ միացել են, եւ նրանց հարող մյուս տիրադավ, ուրացող հոգևորականներից, նախկին թե ներկա։ Հետևաբար այն օրակարգը, այն կեղծ ինֆորմացիան, որ իրանք փորձում են ամեն գնով, որով փորձում են կերակրել մեր հասարակությանը, չի արդարացնում, համոզիչ չի, ուղղակի զուտ տրամաբանելով, երբևիցե որևիցե մեկը այսքան լայն հնարավորություններ չի ունեցել խոսելու իրեն անհանգստացնող կամ մտահոգող հարցերի մասին։ Հիմա մանավանդ ոչ ոք իրանց դեմ ոչ մի բան չի կարող գործածի։ Մարդկանց կարգալուց են կան, դատարանն ասում է, չէ, կարգալուց չեն։ Ծիծաղելի է, այսինքն թե դատարանը, թե ոստիկանությունը, թե իշխանությունը, բոլորը նկատի ունեմ իշխանական, բոլոր լծակները այսօր իրանք ունեն եկեղեցու դեմ գործելու։ Էլ ինչի մասն է խոսքը, ինչ վախի մասն է խոսքը։ Հետևաբար կեղծ մտածածին ձևակերպումներ են դրանք։ Ուրեմն տեսեք, այս մարդիկ չափաղեցին միանգամից դարձան այն բանին, որ որոշում կայացրեց դատարանը հապճեպ, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է երկրից չբացակայի դատական ակտի իրագործմանը խոչընդոտելու, չգիտեմ, ինչ-որ մեղադրանքով շինծու։ Քաղաքական պատվեր էր դա, ոչ թե մեղադրանք։ Բայց այն, որ տարիներ շարունակ, ամիսներ շարունակ, օրեր շարունակ մարդիկ զրպարտում էին Արման Ուրացող, դեր այստեղ այնտեղ ասում, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետական դավաճանության մեջ է մեղադրվում եւ այլ, ոչ մի իրավական հետևանք ձեր այդ հայտարարությունները չունեցան։ Ոչ մի իրավական գործողություններ այդ ձեր հայտարարություններին չհաջորդեց։ Ինչի մասն է խոսում, որ ձեր ասածների հիմքում ոչ մի անգամ 0.0001% իրականություն չկար։ Եթե լիներ, Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակազմը մի վայրկյանից չէին հապաղի։ Մի վայրկյանից չէին հապաղի։ Արման Ուրացող, դու ես ասում, մենք
մենք ենք, չգիտեմ, այսպես խնդրել կամ բանալ, որ վեհապարին չձերբակալեն։ Արման Ուրացող, հենց հիմա քո պատճառով վեհապարի նկատմամբ դատական որոշում կա երկիր չբացակայելու համար։ Ո՞նց ես մեկնաբանում դա, տղա ջան։ Գալիս էր ինձ ասում էր, քեզ ինչ է թվում, ինչու քեզ չեն ձերբակալում։ Դու ես ինձ ասում։ Իբրև ուզում էր հասկացնել, որ դու ես միջնորդը, որ ինչ ձերբակալեն։ Ինչի պետք է ձերբակալեն, թաս։ Արման Ուրացող, Հուդան դատաստանի օրը քո մասին վկայելու է, որ դու պատկանում ես իրան։ Սիրելիներս, ուզեցա խոսել այդ մասին, լցված է ներսը շատ, չեմ ուզում մեծ բակի ընթացքում մենք այդպիսի զազրախոսություններին, զրպարտություններին տուրք տալով գայթակղության մեջ հայտնվել։ Չեմ ուզենա, որպեսզի բարկության մեջ մենք մեր աղոթքը մոռանանք, մեր պահեցողությունը անտեսենք։ Կուզեմ, որ մենք այս ամեն ինչը հաշվի առնելով, այս ամեն ինչը նկատի ունենալով, ել ավելի լցվենք աղոթական մեր առաքելությանը, մեր վիճակի մեջ եւ մեծ բակի այս առիթը, հնարավորությունը օգտագործենք մեր հավատքը ել ավելի զորացնելու համար։ Վստահ եմ, որ այս պատերազմը, որ եկեղեցու դեմ վարում է օրվա իշխանությունները, արդեն իսկ պարտությամբ է պսակվել իրենց կողմից։ Եվ իրենք խորտակվող նավի հոգեբանությամբ են գործում հիմա։ Ինչ եմ ասում խորտակվող նավի հոգեբանությամբ, որովհետև հայտնի է, որ շատ տիրադավներ այստեղ այնտեղ լուրեր են տարածում, ասում են, թե իրենք ներսում են իբրև թե երբ որ ժամանակը գա համապատասխան պահին իրենք ներսից այդ շարժումը քանդեն կամ ինչպես իրենք են ասում պայթեցնեն։ Մեկ էլ չմոռանամ, Արման Սարոյանը, ուրեմն մարդկանց հետ, երբ որ առանձին զրույցներ ունեն, փորձում է մարդկանց համոզել, ինչ է անում։ Բացում է հեռախոսը եւ մի տելեգրամյան զրուցարան է ցույց տալիս, ինչպես ինքն ասում չաթ, եւ ասում է. տեսեք, որքան լուրջ է այն ինչ որ իրանք անում են, որքան լուրջ է, որ անգամ հատուկ զրուցարան կա, չաթ կա, ինչպես ինքն է ասում, որը հսկվում է վարչապետի կողմից, ավելի կոնկրետ նրա աշխատակազմի ղեկավարի Արայք Հարությունյանի կողմից, իրենց շարժմանը լրջություն հաղորդելու համար իրենք այդ բաներն են, այդ մանիպուլատիվ կեղծ դեպակով են զբաղված։ Եվ մեկ ուրիշ բան էլ ինձ հասավ, ճիշտ է պետք է ճշտենք, հասկանանք, որքանով է ճշմարտության համապատասխանում եւ դրան էլ անպայման կանդրադառնանք։ Այնպես որ սիրելիներս, երկու բան առանձնացրեք ձեզ համար, կողք կողքի դրեք եւ կտեսնեք, թե ինչպիսի ստոր, կեղծ օրակարգ սպասարկում այսօրվա տիրադավները, ինչպիսի պիղծ եւ ինչպիսի պղծությունների են ընդունակ օրվա իշխանությունները։ Տեսեք, ամեն օր չէին ալարում, խոսում էին, թե ամենայն հայոց հայրապետը դավաճան է եւ այլն համագործակցում է կամ օտարերկրագործակալ է, բայց այդ առնչությամբ ոչ մի քրեական գործ չհարուցվեց, իսկ երբ որ դատարանի մի կեղծ որոշում շինծու, այսպես ոչ օրինաչափ, ոչ օրինական ապօրինի մի որոշում կայացվեց, դրա չիրագործմանը, որ իրավունքը մենք ունեինք, դրա չիրագործմանը հաջորդեց մի նոր դատական ակտի, այսինքն իրենք հնարավորություն տեսան ինչ որ ձևով ամենայն հայոց կաթողիկոսին ինչ որ գործողություններ անելու կաշկանդման համար եւ իրենք չհապաղեցին արագ, շատ արագ, կայծակնային արագությամբ այդ որոշումը կայացրեցին։ Ծիծաղելի է, ծիծաղելի։ Մնաք խաղաղությամբ սիրելիներս, մնացածի մասին հաջորդիվ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։